որ բառը ես պետք է կրկնեի 3 անգամ, որպեսզի լրիվ համապատասխանեի այդ անգլիական, մանկական վեպի վերնագրի 1 րոպե։ Գյումրիում տեղի ունեցավ 26-րդ համահայկական ինտելեկտուալ փառատոնը, Հայաստանի ամենահին եւ ամենակայացած ինտելեկտուալ մրցաշարերից մեկը, որը տարիների ընթացքում պահպանել է իր ավանդույթը։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով 26-րդ անգամ անցկացումը պարզապես թիվ չէ, այս մրցաշարն էական դեր է ունեցել, որ ինտելեկտուալ խաղերի մշակույթը դուրս գա մայրաքաղաքի սահմաններից։ Փառատոնը մեծապես նպաստել է, որ նոյեմբերյանում ձևավորվի ինտելեկտուալ շարժումը, Գորիսում ձևավորվի, Հրազդանում, Սպիտակում եւ այլ քաղաքներում, բացի այն կենտրոններից, որոնք արդեն կային։ Այս տարվա փառատոնը միանգամից մի քանի նորույթներ ուներ, առաջին անգամ այն անցկացվեց երկօրյա ձևաչափով։ Առաջին օրը մրցեցին դպրոցական եւ քոլեջների թիմերը, երկրորդ օրը պրոֆեսիոնալներն ու մեծահասակների հավաքականները։ Մասնակցությունը լայն էր ոչ միայն տարիքային, այլև աշխարհագրական առումով։ Գյումրու թիմերին միացել էին Երևանից, Արագածոտնի մարզից, Դիլիջանից ժամանած մասնակիցները։ Առաջին անգամ չի, որ մասնակցում ենք այս խաղին, շատ անգամներ մասնակցել ենք, ունենք հաջողություններ։ Մենք մարտական տրամադրությամբ ենք եկել, պատրաստվում ենք հաղթել։ Հույսը լավ է տրամադրված ու հույսերը բարձրեց։ Այս տարի փառատոնին մասնակցեցին մոտ 20 թիմ, որոնցից գրեթե ոչ մեկը պատահական չէր հայտնվել մրցաշարում։ Թիմերը նվաճել են մասնակցելու իրավունք։ Տարվա ընթացքում անցկացվել է Գյումրու բաց առաջնություն, որին մասնակցել են նաև Շիրակի մարզի թիմեր, դա մենք նույնպես խրախուսում ենք Ամասիայի թիմ, Աշոսկի թիմ, Ազատանի թիմ եւ այլ համայնքների թիմներ։ Կազմակերպիչների համոզմամբ այս ձևաչափը մասնակիցներին դուրս է բերում ստանդարտ մտածողության շրջանակից։ Բոլոր հարցերը տրամաբանական հարցեր են։ Հարցերը ամենատարբեր ոլորտներից են եւ ամենատարբեր տեսանկյուններից մոտեցումներով։ Շատ լավ առիթ է, որ մեր մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, կարողանան իրենց գիտելիքները ցույց տալ, փորձել։ Մի քանի կարևոր հանգամանք կա, առաջինը, որ միշտ Գյումրիում է կազմակերպվում տարեվերջին, երկրորդը, որ ոչ մեկը չի կասկածում կազմակերպիչների օբյեկտիվության վրա, եւ երրորդը, որ միշտ բոլորը գնացել են, շատ կարևոր հանգամանք է։ Խորանարդ ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված փառատոնի գործում իրենց աջակցություն են ցուցաբերել մի շարք կառույցներ եւս, այդ թվում կազմակերպությունը, Գյումրու Ռոտարի ակումբը եւ այլն։ Մենք շատ ենք կարևորում ինտելեկտուալ փառատոնները, այդ պատճառով երևի արդեն 10-15 տարի մենք հովանավորներից մեկն ենք, ինչ որ երբ խաղի, Խորանարդ ակումբի շատ ուրախ ենք, որ փառատոնը դարձել է ավանդական։ Փառատոնին երկարամյա մասնակցություն ունեցող խաղացողները եւս վստահեցնում էին միջոցառման ուժը կայանում է 3 կարևոր հանգամանքում։ Այն ամեն տարի անցկացվում է Գյումրիում տարեվերջին, կազմակերպիչների օբյեկտիվությունը երբեք կասկածի տակ չի դրվել եւ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեց տարի միայն աճում է։ Մեր կարծիքով ոչ միայն ինչ որտեղ երբես, ընդհանրապես Խորանարդ ակումբի կազմակերպված բոլոր նաև կրթական ծրագրերը ամենակարևորն են, հատկապես այսօր, որտեղ այսօր իրենց ուղղվածությունը ոչ թե ինֆորմացիան է, այլ ստեղծագործ մոտեցումը ինֆորմացիային։ Ինտելեկտուալ փառատոները կարևոր հարթակ են գիտելիքի եւ մտածողության զարգացման համար, ասում են մասնակիցները։ Հսկայական գործ է իրենց կողմից արվում։ Փառք Աստծո, մենք էլ ներգրաված ենք այդ ամեն ինչի մեջ։ Մենք էլ եւ on-line խաղերի ենք մասնակցում եւ off-line մեր թիմերն ունենք եւ ստեղ էլ մեր 2 հավաքական թիմով ենք եկել։ 26-րդ համահայկական ինտելեկտուալ փառատոնը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Գյումրին ոչ միայն մշակութային, այլև ինտելեկտուալ կենտրոն է, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է մրցակցային, արդար եւ զարգացող խաղային միջավայր։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։